Ապագայում հիմնարկում հերթական դատապարտյալն էր 22-րդ մահը եւ իրավապաշտպանները եւս հազանգում են այդ խնդրի մասին, որն առկա է, ինչի հետևանք է այս ամենը։ Տարբեր խնդիրների հետևանք են մահերը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում խնդիրը տարբերվող է, ունենք ինքնասպանության դեպքեր եւ ունենք ֆիզիոլոգիական մահեր, այսինքն կենսաբանական այնպիսի մահեր, որոնք արձանագրվում են, չգիտեմ, առողջության հետ կապված որոշակի խնդիրների հետևանքով։ Մենք մի քանի ուղղությամբ ենք աշխատում, նախ ինքնավնասում եւ ինքնասպանություն հնարավոր կատարող անձանց պարագայում փորձում ենք կանխել այդ դեպքերը, շատ շուտով կունենանք առանձին կահավորված խցեր, որոնցում կլինի փափուկ կահույք եւ ավելի քիչ հնարավորություն ֆատալ ելքով արարքներ կատարելու եւ նաեւ կունենանք տեսախցիկներ այդ խցերում, որոնք կհսկեն ինքնավնասման հակում ունեցող անձանց վարքը եւ ուզում եմ միանգամից շեշտել, որ այս նորամուծությունը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա եւ մենք նույնիսկ հարցում ենք արել մեր գործընկեր եվրոպական պետություններին, թե ինչպես են իրենք պայքարում այս խնդրի դեմ եւ պատասխանն այն է, որ այլ լուծում, քան տեսախցիկներն են, չի կարող գոյություն ունենալ, որովհետեւ մենք չենք կարող անձնական հսկողություն իրականացնել ֆիզիկական անձի մակարդակում օրը 24 ժամ, որպեսզի կարողանանք կանխել այդ վարքագիծը։ Առողջական խնդիրների բերումով մահերի հետ կապված ես ամբիոնից էլ նշեցի, կառավարության համապատասխան որոշման վերանայման կարիք կա, որը սահմանում է անհամատեղելիություն ենթադրող հիվանդությունների ցանկը, մենք առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատում ենք, ինչպես նաև ավարտին է մոտենում հոգեբուժական խնդիրներ ունեցող անձանց հաշվառումը։ Այսինքն իրավիճակները շատ տարբեր են, թող տպավորություն չստեղծվի, որ մենք օրինակ ունենք մասսայական ինքնասպանության դեպքեր, ոչ այդպես չէ, մարդիկ շատ հաճախ ուղղակի այնպես է ստացվում, որ մահանում են կամ մահը վրա է հասնում, կրկնում եմ, առողջական որոշակի խնդիրների բերումով, որոնք ժամանակին նույնիսկ վերահսկված են լինում, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում մահերը պատճառները յուրաքանչյուր մահվան դեպքով հարուցում է քրեական գործ եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ պատճառները բացահայտվում են։ Երբեմն նաեւ արտարդատության նախարարությունն է տարածում հաղորդագրություն, նաեւ քրեակատարողական հիմնարկը ներողություն, որ օրինակ դատապարտյալի մոտ գնացած անձին փորձել են իրեր տալ, ոչ միայն, նաև արձանագրվել էր փափուկ կահույք տեղափոխելու դեպք։ Ես ուզում եմ հասկանամ, այդ վերահսկողությունը ինչպես է եւ նաև այստեղ այդ ձեր ասած կոռուպցիոն ռիսկերը չկա, որ օրինակ նույն բանտապետերը կամ որևէ հիմնարկում այս պայդրությամբ մուտք չի լինում արտոնյալ որևէ արտոնություն ենթադրող գույք։ Այսինքն այդ իմաստով հստակ կարգավորում կա, երբ է եղել։ Այսինքն մոտ 1 տարի առաջ օրինակ եղավ հրապարակում, որ փափուկ կահույք տանել կապնի։ Բացառում եմ նման որևէ դեպք, նույնիսկ ասեմ ավելին, այն բոլոր հիմնարկներում, որտեղ կային խցեր, որոնք ունեին գույք, որը արտոնությունների ենթադրում, դրանք մաքրվել եւ հանվել են, կարող եք ինքներդ գալ եւ տեսնել։ Տիկին Գայլան, իսկ այն ունևոր բանտարկվածներն էլ չեն փորձում իրենց համար կոմֆորտ պայմաններ կան թույլատրելի իրեր, որոնք կարելի է տանել քրեակատարական հիմնարկներ եւ կան անթույլատրելի այնպես ինչպես բոլորինը եւ ես ձեզ կրկնում եմ, սա առանց բացառության է եւ մեր մոտեցումն այն է, որ պատժի կրման պայմանների համատեքստում արտոնյալներ առհասարակ չպետք է լինեն։ Քրեակատարական հիմնարկում սրբազաններին գաղտնալսելը մտահոգիչ չի։ Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում։ Հայտարարել, որ գաղտնալսել են երկու սրբազաններին խցում։ Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, մեր խցերում գաղտնալսող սարքեր չի տեղադրվում։ Եկեք հարցնենք փաստաբանին, եթե ունի նման տվյալ, թող հրապարակի։ Այլ դատապարտյալներում շնորհվելու է, թե մեկինը հայտնի դարձավ, մենք ենք կասեցինք։ Միշտ կարող է շնորհվել, կախված է ներման խնդրագրերի բովանդակությունից,
անձանցից, հանձնաժողովի որոշումներից եւ հետո արդեն վարչապետի եւ նախագահի դեռ նոր խմբականակ խնդրագրերի չենք ստացել, որպեսզի ուսումնասիրենք եւ ես իմ կարծիքը հայտնեմ, բայց չէ էլ հայտնի, եթե ուսումնասիրած լինեի, որովհետեւ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում դա պետք է բացահայտվի։ Տիկին Գալյան, երբ ասում եք, որ պատճառները ինքնասպանության կամ ինքնավնասման քննվում են դատական գործերը հարուցվում, բայց ամեն դեպքում սա չի խոսում վատ բարքի մասին, որ շարունակում է քրեակատարողական հիմնարկները։ Որն է վատ բարքը։ Վատ բարքը, որն է։ Ում են ճնշում։ Ճնշում են դրա համար սրտամկանի կաթվածից մարդը մահանում է։ Չէ, ինքնավնասման մասին։ Տեսեք, ինքնասպանության դեպքերի հետ կապված ես չեմ ուզում անցնել այն շեմը, որից հետո այլևս կխոսեմ անձնական տվյալներից եւ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններից, ընդհանրական կասեմ, որ ինքնասպանություն գործող անձանց մեծ մասը, ծանրակշիռ մեծամասնությունը ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Ճշտող հարց, որպեսզի հանրությանը նաև մեր մոտ որ ասեցիք տեսախցիկներին տեղադրել, դա չի վերաբերում, չէ՞ բոլոր բանտախցերին, այլ վերաբերում է ինքնավնասման հակում ունեցող։ Տեսեք, մենք իրականացնում ենք հաշվառում, եւ եթե ձեզ հետաքրքրում է վիճակագրությունը, կարող եք ուսումնասիրել, դուք կտեսնեք օրինակ պայմանական եմ թիվը ասում 500 ինքնավնասում 1 տարվա ընթացքում, որոնք կատարվել են օրինակ 30 անձի կողմից, այսինքն մենք հստակ ունենք որոշակի անձինք, որոնց կողմնորոշված վարքագիծը ինքնավնասումներ կատարելն է։ Եվ ցավոք սրտի, եթե մարդն ունի հակվածություն անդադար ինքնավնասումներ կատարելու եւ այդ ինքնավնասումները ուղղակի իմիտացիա չեն ինչ-որ խնդիրներ բարձրաձայնելու, շատ դժվար աշխատանք է իրականում ինքնասպանությունների կանխումը։ Դրա համար մենք հոգեբուժական ստացիոնարը, երբ որ առողջապահության նախարարության մեր գործընկերները վերանորոգեցին Նուբարաշենում, մենք որոշակի հատվածին, որոնք որ դատապարտյալների հիվանդանոցում էին պատիժ կրում, տեղափոխեցինք այնտեղ եւ ինքնավնասումների, ինքնասպանությունների բացառման հիմնական գործոնը պետք է լինի հոգեբուժական ճիշտ հաշվառումը ու նրանց հիվանդության անհամատեղելիության սահմանումը պատժի կրման հետ։ Այսինքն այդտեղ է մեր հիմնական խնդիրը։ Մենք քանի որ խոսեցինք այս խնդրից, մեդալ միշտ երկու կողմ ունի։ Խնդիրը այնքան մեծ է նմանատիպ անձանց պահելու, ուղղակի աննկարագրելի է, բայց քանի որ խոսել ենք, ասեմ, մենք նաև առնչվում ենք այլ անձանց իրավունքներին, որովհետև անձինք խնդիրներ ունեն նաև այդ կենսապայմանների պահպանման ու այդ իրենց միկրոսոցիալական միջավայրերում օրինակ մաքրության պահպանման եւ այլն եւ շատ հաճախ նաեւ խնդիր ենք ունենում մենք դա իրենց փոխարեն իրականացնելու որպեսզի իրենց կենսագործունեությունը հավուր պատշաճի ապահովեն։ Հիմնականում իրենց մեջ է լինում, բայց մենք այդո լսում ենք տեղեկություններ լվաստացման, ծեծերի։ Որտեղից եք լսել։ Եթե լսել եք որևէ տեղեկություն, խնդրում եմ գրավոր ձևակերպեք եւ ուղարկեք նախարարություն, վստահեցնում եմ, որ անհետևանք չի մնա դա։ Տիկին Գալյան, սահմանադրական բարեփոխումներին անդրադառնանք, ինչ փուլում է այս պահին այդ բարեփոխումների ընթացքը եւ ինչ կան փոփոխություններ կան կոնկրետ այսպես հերթով ասեք, էլ ինչ է կարել այս ընթացքում։ Խորհրդի նիստերը շարունակվում են, դուք հաճախականությանը կարծում եմ հետևում եք, բավականին հաճախ են այդ նիստերը հրավիրվում։ Մինչ այս պահը քննարկել ենք ազգային ժողովի լիազորություններին առնչվող հարցեր, ընտրակարգին վերաբերող հարցեր, կայուն մեծամասնության առնչվող հարցը դրվել է քվեարկության եւ հաստատվել է, որ առաջին ընտրություններից հետո այդ մեխանիզմը չի գործելու։ Քննարկվել են գլխադասային հանձնաժողովների լիազորությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես հաստատվել է այն կոնցեպտը, որ այդ հանձնաժողովները հնարավորություն են ունենալու խորհրդատվական կարծիք տալու գործադիր մարմնում պաշտոններում նշանակվող անձանց վերաբերյալ, ազգային ժողովի ինքնալուծարման վերաբերյալ դրույթն է ընդունվել, ազգային ժողովում էթիկայի մշտական հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ դրույթն է քննարկվել եւ ընդունվել։ Վերջին հանդիպման ընթացքում քննարկել ենք դատախազական համակարգի հետ կապված կարգավորումները, քննարկել ենք հնարավոր տարբերակներ դատախազական խորհուրդ ունենալու, որպեսզի այդ բրգաձև կառուցվածքը ինչ
ինչ որ առումով մեղմվի դատախազական համակարգում եւ մի շարք այլ կարգավորումներ։ Եվ որ ասում եք ինքնալուծարումը եւ նաեւ մի քիչ բացեք դա եւ կարծես թե ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված եւս էական փոփոխություն։ Ընտրությունների այս պահին ինքնալուծարման որևէ մեխանիզմ նախատեսված չէ, այն դեպքում, երբ որ ազգային ժողովը ցանկանում է ցրվել ժողովրդական լեզվով ասած, մենք այդ հիմքերն ենք նախատեսում սահմանադրական, որպեսզի արհեստական այլ ճանապարհներով լուծարման, այո, որ այդպես չլինի, ավելի բարձրացված ազգային ժողովը ունի կամքը ինքնալուծարում, այսինքն X% նախաձեռնությամբ եւ X% քվեարկությամբ, այս պահին չեմ հիշի, գուցե 1/3 առաջարկով, բայց չեմ հիշի եւ 2/3 քվեարկությամբ կամ 3/5 քվեարկությամբ, խնդրում եմ որպես դոգմա այս թվական տվյալները չընդունել, որովհետեւ իրապես չեմ հիշում այս պահին։ Ինչ վերաբերում է կայուն մեծամասնությանը, ապա ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից գտանք ճիշտ, որ հիմնական առաջին ընտրություններից հետո եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորվում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլին, այլ լինեն նոր ընտրություններ։ Նոր ընտրություններ, նոր հնարավորություններ ստեղծելով քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ստեղծեն քաղաքական ուժերին նաև համախմբվելու երկրորդ ընտրությունների։ Մեծամասնություն ունեցող ուժի որոշակի նախընտրություն կամ երկրորդ ընտրությունների ժամանակ ոչ։ Հավասար պայմաններով գնում են 0-ից, այսինքն մեկնարկային կետից 0-ական նորից լինելու են նոր ընտրություններ եւ նոր ընտրությունների արդյունքներով եթե կրկին չձևավորվի այդ մեծամասնական ուժը, այդ դեպքում նոր արդեն ունենալու են երկրորդ փուլ ըստ էության այն կարգավորումներով, ինչպիսիք որ այսօր կան։